Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը շտապեց ուրախացնել բոլորիս, ընդգծելով, որ ներքին գործերի նախարարության տարեկան գործունեությունը ամփոփելիս իր համար հայտնաբերել է մի ուրախալի թիվ, համաձայն որի 2025 թվականին 8660 հայ քաղաքացի ավել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, քան դուրս է եկել Հայաստանի Հանրապետության տարածքից։ 2-3 տարի առաջ ես մի հրապարակմամբ էի հանդես եկել, ընդգծելով, որ մեր երկրի ամենամեծ սպառնալիքը արտագաղթն է եւ ընդգծել է, որ 1988 թվականի Ղարաբաղյան շարժումից հետո Հայաստանի քաղաքական վերնախավերի արժե համակարգում որևէ գլոբալ առումով փոփոխություն տեղի չի ունեցել, ընդգծելով հետևյալ պաշտոնական վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված թվերը առ այն մասին, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 587,000 մարդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 165,000 մարդ, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 372,717 մարդ, այլ կերպ ասած, 3 նախագահների կառավարման օրոք մինչև Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի մայիս ամիսի իշխանության գալը Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 1,125,317 մարդ, ինչ որ սա ահռելի մեծ թիվ է եւ ըստ էության նաեւ այս ժամանակահատվածի կառավարման արդյունքով էր նաեւ պայմանավորված այդ մասշտաբի արտագաղթի պատճառը։ 2018 թվականին հույս կար, որ արտագաղթի փոխարեն տեղի է ունենալու ճիշտ հակառակը, մեծ վերադարձ է տեղի ունենալու, սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլ ճիշտ հակառակը տարեստարի ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարության անդամները այլ մեթոդաբանությամբ են ներկայացնում թվերը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների թիվը պակասում է եւ Հայաստանից հեռացողների թիվը չի նվազում։ Ըստ էության պետք է արձանագրել հետեւյալը, հենց իրենց իսկ կողմից հրապարակված թվերի հանրագումարն եմ ձեզ ներկայացնում, հարգելի բարեկամներ, որ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ Հայաստանի Հանրապետությունից Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունից ուշադրություն հեռացել է 112,570 մարդ, սիրելի բարեկամներ, այսինքն մոտավորապես այնքան քաղաքացի, որքան Գյումրիի բնակչությունն է։ Հետևությունները թողնում եմ ձեզ, մի բան ինձ համար ակնհայտ է, արտագաղթի պատճառներից մեկն էլ կենսունակ եւ արդյունավետ պետության բացակայությունն է, արդյունավետ կառավարման համակարգի, արդար հասարակության, սոցիալական արդարության համակարգի բացակայությունն է։ Մեր նպատակն է ձեզ հետ միասին իսկապես ստեղծել այնպիսի պետություն, այնպիսի հարաբերություններ, որտեղ քաղաքացին կապրի ուրախ, երջանիկ ու բարեկեցիկ։